Տեր Հիսուս Քրիստոսին ամեն։ Եկեք օրհնենք մեր սիրելի Աստծո անունը այստեղը, որովհետև նրա հոգին այս վայրում է։ Հարկ մեր Տեր Հիսուս Քրիստոսին մեկ անգամ էլ։ Այսօր ես ուզում եմ ձեզ մի խոսքով կիսվել աստվածավախության հոգու համար, որովհետև հասկանում եմ, որ այդ հոգին բոլորիս պետք է, յուրաքանչյուր քրիստոնյային պետք է աստվածավախության հոգին, ամեն, հալելույա։ Եվ այսպես, աստվածավախության հոգին դա կոչվում է Տիրոջ երկյուղը, դա սկիզբն է Աստծո հետ մտերիմ եւ ճիշտ հարաբերություն ստեղծելու համար։ Ինչի համար է պետք աստվածավախության հոգին, Տիրոջ երկյուղը, որպեսզի մենք ճիշտ հարաբերություն ստեղծենք Աստծո հետ։ Ամեն։ Հասկանում ենք, չէ՞ մենք։ Փառք Աստծո։ Եվ այսպես ես ուզում եմ կարդամ Եսայի մարգարեի 11:1-ից։ Եվ Հեսեի բունից մի շարավիղ է դուրս գալու, եւ մի ընձյուղ է բուսնելու նրա արմատներից, եւ նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին, իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին։ Գիտեք, ես մտածում եմ, ասում իսկ ինչի համար էր Հիսուսի աղոթքները տենց միշտ պատասխանվում Աստծո կողմից։ Եկեք կարդանք Եբրայացիների 5-րդ գլխի 6-րդ խոսքը։ Փառք մեր Տիրոջը, նա, որ իր երկրային օրերին ուժգին աղաղակով եւ արտասունքով, սա Հիսուսի համար է ասվում։ Նա, որ իր երկրային օրերին ուժգին եւ աղաղակով ու արտասունքով աղոթք եւ աղաչանք էր մատուցում նրան, որ կարող էր իրեն մահից փրկել եւ լսելի եղավ բարեպաշտության համար։ Ռուսերեն պերևոդով ասում է բլագագավենիա, այսինքն բլագագավենիա նշանակում է սուրբ երկյուղ։ Տերը ուներ սուրբ երկյուղ իր վրա, դրա համար նրա աղոթքները միշտ լսելի էր եւ Աստված միշտ շուտ պատասխանում էր մեր Տիրոջ աղոթքներին։ Ամեն ուրեմն մենք հասկացանք, որ Եսայի մարգարեի գրքում ասվում է, որ կա Տիրոջ երկյուղի հոգի։ Բացի հանճարի եւ իմաստության հոգուց կա Տիրոջ երկյուղի հոգի։ Հիմա տեսնենք ինչ է անում Տիրոջ երկյուղը մարդու կյանքում, մեր կյանքում, եւ ինչի համար է մեզ պետք Տիրոջ երկյուղը։ Ամեն եկեղեցի, մեզ պետք է Տիրոջ երկյուղը։ Աստվածավախություն պետք է մեզ։ Պետք է, առանց դրա մենք չենք կարող առաջ գնալ, առանց դրա մենք չենք կարող Աստծուն ճանաչել ընդհանրապես։ Եթե դու մտածում ես ծոմի աղոթքով, որ ինչ-որ մի բանի ձեռք կբերենք, բայց եթե դու չունես Աստծո երկյուղի հոգին, այսինքն աստվածավախությունը չի ապրում քո մեջ, դու ամեն բան կարող ես անել։ Եվ Աստված այսօր ուզում է, որ մենք ճանաչենք նրան եւ նրա երկյուղի հոգին միշտ մեր վրա լինի, որովհետեւ նրա հոգին առաջնորդում է մեզ։ Ամեն։ Հալելույա։ Եվ այսպես ես ուզում եմ մի հատ վկայություն անեմ, այսինքն դա իմ վկայությունը չի, վերջերս եմ լսել մի ավետարանիչ բանտարկվում է, դա տենց էլ է լինում, մարդու կյանքը չգիտենք, եւ նա հրավիրում է իր մոտ մի հովիվի, որպեսզի տեսնեն իրան, խոսեն իրար հետ, եւ այս հովիվը գալիս է իրան մոտ, եւ այս ավետարանիչն ասում է, գիտես ասում է, այստեղ, որ ես ես բանտարկված ես բանտում կամ սա իմ համար ոչ թե ինչ-որ սուդ է, ոչ թե ինչ-որ սենց մի մեծ վատ բան է, այս Աստծո ողորմությունն է, որ ես հիմա այս բանտում եմ եւ քեզ հրավիրել եմ եւ Աստված գիտեր ինչով կվերջանար իմ կյանքը, եթե ես շարունակեի այդպես ապրեի դրսում։ Եվ այս ուղիղ մի հետաքրքիր հարց է տալի, ասում է, լսի, իսկ դու երբ ես դու Աստծո սիրուց ընկել։ Սա ասում է, ես չեմ հասկանում ինչ ես ասում, նորից ասում, դու երբ անից ես Աստծո սիրուց ընկած։ Նա ասում է, գիտես ինչ, ես Աստծո սիրուց երբեք չեմ ընկել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես աշխարհում եմ եղել, իմ հանցագործությունների մեղքերի մեջ, ես սիրել եմ Հիսուսին, բայց ես չեմ վախեցել նրանից։ Հասկանում եք ինչ եմ ասում եկեղեցի։ Մենք կարող ենք սիրել Հիսուսին, բայց չվախենալ նրանից։
Մեզ պետք է Աստծո երկյուղի հոգին։ Բացի նա, որ մենք սիրում ենք Հիսուսին, մենք պետք է վախենանք նրանից։ Ես չեմ ասում, որ դևական վախի մասին, ես այդ վախի մասին այսօր չեմ խոսում։ Ես չեմ խոսում մարդկային վախի համար, որ կարող է դու վախենաս լիֆտի մեջ մնաս, որ կարող է դու վախենաս բարձրությունից, դու կարող ես վախենաս, երբ որ մի հատ մկնիկ տեսնես։ Ես այդ վախից չեմ խոսում այսօր։ Ես խոսում եմ Աստծո երկյուղի հոգուց, որ բոլորիս պետք է այսօր, բոլորիս պետք է այսօր Աստծո երկյուղը։ Ամեն։ Հալելույա։ Եվ այսպես այդ մարդը շարունակում է Հովևին ասում, իսկ դու գիտես քանի ինչքան հավատացյալ ժողովուրդ հարյուրավորներով, հազարավորներով չունեն Աստծո երկյուղ։ Այս ավետարանը ինքը անվանի ավետարանը չէ, ուղղակի իր անունը չեմ ուզում տալ։ Ասում գիտես ինչքան Աստծո ժողովուրդ, եկեղեցում նստած ժողովուրդ, մկրտված ժողովուրդ, վերստին ծնված ժողովուրդ, որ նրանք Աստծուց չեն վախենում։ Սա նրա վկայությունն է, որտեղ ինքը իր հենց ճանապարհներում անցել այս դժվարությունը։ Ու դրա համար կարողացել է տենց ազատ ձևով իսվել, որ ես սիրում եմ Հիսուսին, ուղղակի ես վախ չունեի Հիսուսից։ Ես չէի վախում։ Ես մտածում էի, որ Աստված ողորմած է, всё։ Բայց ոչ։ Գիտեք, կա ճակատագրական բաներ, ասու ժողովուրդ, որ դու երբեք չես կարող փոխես։ Կա ճակատագրական սխալներ, Աստվածավախություն չունենալու պատճառը, որ դու չես կարող փոխել։ Այո, Աստված քեզ կների, բայց դու չես կարող այդ տեղը փոխել։ Դրա համար Աստված ուզում է, որ մենք այսօր իրոք լցվենք Աստծո երկյուղի հոգով։ Ամեն։ Եվ այսպես Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Աստված Աբրահամին անվանեց ընկեր։ Կարդացել եք, չէ՞ Աստվածաշնչի մեջ, հայկական բերևոդով ասում է իր սիրելին, բայց ռուսական բերևոդով ասում է դրուկ։ Աստված Աբրահամին ասեց ընկեր, ինչի համար։ Դե գիտեք ինչ, դա չի նշանակում, որ Աստված Աբրահամին ասել ընկեր, այդ մի ընկերն ուներ։ Այստեղ շատերից հետ նստած Աստծո ընկերներն եք։ 100%։ Դա չի նշանակում, որ Դավթին ասեց ես գտա իմ սրտով մի մարդ, ուրեմն այդ մեկն էր։ Ոչ, այստեղ կան մարդիկ, որ իրոք Աստծո սրտով են գնում իրանք։ Եվ Աստված գնահատում է դա, եւ Աստված տեսնում է դա, եւ ասում դա դուր է գալիս, որ մենք իրոք եւ ընկերներ դարանք Աստծուն, եւ Աստծո սիրելին դարձանք, եւ Աստծո սրտով եղանք, բայց շատ կարեւոր է, որ մենք ունենանք Աստծո երկյուղի հոգին։ Գիտես, շատ վատ պավիդենյաներ կա։ Ինչա պավիդենյանը։ Վարք։ Շատ վատ վարք կա մարդու մեջ, որ մարդը Աստծո երկյուղը հասկանում ես չի դնում առաջի տեղը։ Այդ վարքով էլ մնում է։ Այդ վարքը պետք է փոխվի մեր կյանքում։ Շատերիս կյանքում այդ վարքը կա։ Մենք պետք է փոխենք դա, մենք պետք է խնդրենք Տիրոջ օգուն, որպեսզի դրա տեղը գա Տիրոջ երկյուղը մեր մեջ, որպեսզի մենք կանգ առնենք։ Ամեն։ Եվ այսպես Աբրահամին ասեց, ինչի համար նա ընկեր անվանեց։ Ես միշտ ասում եմ, տես Աբրահամին ընկեր անվանել։ Այդ մասին գրված է Երկրորդ մնացորդանց 27-ը, որ ինքը Աբրահամին իմենն այնտեղ ասվում է, որ նա Աբրահամը նրա ընկերն էր համարվում։ Գիտեք, յուրաքանչյուր հավատացյալ պետք է ծարավ ունենա Տիրոջ երկյուղը ունենալու։ Ընկերություն դա նշանակում է խորը մտերիմ հարաբերություն։ Լսում եք, ինչի համար Աբրահամը դարձավ ընկեր ասում։ Նա ուներ խորը մտերիմ հարաբերություն ամենակարող Աստծո հետ եւ ուներ Տիրոջ վախը։ Նա կոչվեց ազգերի հայր, հավատքի հայր։ Ինչի համար, որտեղ նա ուներ Տիրոջ երկյուղը։ Ես ուզում եմ, որ մենք այս մասին հիմա կարդանք ու ուշադրություն դարձնենք, որտեղ է Աբրահամի վախը ու ինչ բերեց Տիրոջ երկյուղը Աբրահամի կյանքում։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Սաղմոս 24:14-ում ասում է. Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որ վախենում են Աստծուց, եւ իմ ուխտը սովորեցնում եմ նրանց։ Աստված ում է սովորեցնում։ Ովքեր որ Տիրոջ երկյուղն ունեն։ Նայեք, մենք այս բաներին կարող ուշադրություն չդարձնենք, բայց նայեք ինչ մեծ նշանակություն ունի, երբ
որ դու ունես Տիրոջ երկյուղը, այսինքն Strach Gospodin, Տիրոջ երկյուղը, ամեն, պետք է մեզ Տիրոջ երկյուղ ունենանք, թե մեզ պետք չի, ամեն, և այսպես, Տիրոջ վախը մեզ մոտեցնում է Տիրոջը, Տիրոջ երկյուղը մոտեցնում է ինձ ու քեզ ավելի շատ Տիրոջը։ Երբ որ Աբրահամը 99 տարեկան էր, նա ունեցավ Իսահակին, նայեք, նա խոստմունքի որդի էր Իսահակը, նրանք երկար տարիներ չունեին որդի, բայց Աստված տվեց իրենց, Աստված տվեց, նայեք, ինչքան են սպասել այս որդուն, այս խոստմունքի որդուն, շատ բաներ կա մեր կյանքում, որ մենք շատ տարիներ ենք աղոթում, և Աստված տալիս է մեզ, և մենք ունենում ենք Տիրոջից։ Գիտեք, մի անգամ Աբրահամի կյանքում սենց բան ունեցավ, ես հավատում եմ, որ ինքը շատ սիրում էր Իսահակին, նրանց համար ամենաթանկ բանն էր Սարայի ու Աբրահամի համար իրանց Իսահակը, նրանց համար դա գանձ էր, նրանց համար դա Աստծո խոստմունքն էր, ամեն ինչ էր իրանց կյանքում, և դա լավ է, ամեն, բայց մի օր Աստված մի բան ասեց, եկավ, ի հայտ եկավ Աբրահամին և մի բան ասեց, Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Հալելույա։ Վերցրու քո սիրած որդուն և զոհիր ինձ, զոհել նշանակում է մորթիր, կներեք, վերցրու քո այդ սիրած որդուն Աբրահամ, որը որ դու երկար տարիներ սպասել ես, որը որ երկար ժամանակ աղոթել եք, որին որ նայել եք գիշեր ու ցերեկ, բայց հիմա ես ասում եմ, վերցրու քո մի հատ որդուն ու տար մորթիր ինձ համար, զոհիր ինձ համար։ Գիտեք, մարդկային տեսակետով սա այնպիսի դաժանություն է, մարդկային տեսակետով, սա խստություն էր մեզ, մարդկային տեսակետով եմ ասում, մարդկային մեր լոգիկայով, բայց գիտենք, որ Աբրահամը գիտեր Աստված երբեք չի սխալվում, ամեն, նա սիրում էր Տիրոջը Աբրահամը և վստահում էր Տիրոջը և հավատում էր Տիրոջը և ամենակարևորը վախենում էր Տիրոջից, նայեք, շատ կարևոր բան կա մեր կյանքում, որ մենք կարող ենք անցնել դրա կողքով ու չնայենք, ամենակարևորը Աբրահամը վախենում էր Տիրոջը, գիտեք, այս վախի մեջ կար ճշմարիտ սեր, որ նա սիրում էր Տիրոջը, պատկերացեք հիմա Աստված քեզ մի բան ասի փորձելու համար, որովհետև այստեղ ասում եմ, մենք կկարդանք, այստեղ ասում որ Աստված փորձեց Աբրահամին, գիտեք, այդ նույն Աստվածը մնացել է մինչև հիմա նույն Աստվածը, շատ հարցերում Աստված ձեզ կփորձի, շատ հարցերում դուք կփորձվեք Աստծուց, գիտեք, կարևորը նա չի, ամենաշատ կարևորը նա չի, որ փորձությունը գալիս է, ամենաշատ կարևորը նա է, ոնց ես դու դուրս գալիս այդ փորձության մեջից, շատ կարևորը մենք ոնց ենք դուրս գալիս, վից մենք կարանք, վից Աբրահամը կարող էր ասել, Տեր, գիտես, ես այդ ուժը չունեմ, խնդրում եմ քեզ, ես միակ այդ մի որդին ունեմ ինձ, Տեր, ոնց կարող ես դու տենց բան ասել, տար քո որդուն զոհի իմ համար, Տեր, բայց Աբրահամը սիրում էր Աստծուն ու վախենում էր Աստծուց, ինչն էր լավ, որ ինքը երբեք Սարայի չխորհրդակցեց, ոչ մեկի հետ, ոչ մեկի ոչ մի բան չասեց, նա ուղղակի համաձայնվեց, հնազանդվեց Աստծու խոսքին, նայեք ինչ կարևոր բան է, երբ որ մենք հնազանդվում ենք Աստծու խոսքին, ինչքան կար տենց պահեր մեր կյանքում, որ մենք փորձությունը գալիս է, բայց մենք հասկանում ենք կարանք մարդկային ձևով այդ փորձությունից դուրս գանք ու գնենք մի հատ մեծ ծուղակի մեջ։ Մեկ անգամ իմ հետ մի հատ բան պատահեց, ասեմ հիմա նոր շարունակեմ, հիշեցի այսօր, ես Ատամնաբուժի մոտ իմ ատամներն էի սարքում, մի քանի տարի առաջ, ընդամենը մի 6 տարի առաջվա պատմություն եմ ասում, ու ահագին գումար էր պետք, որ ես տայի։ Ես այդ ատամնաբուժին ասեցի, որ ես հավատացյալ եմ, ես չեմ խաբի, դուք սարքեք, ես վերջում ձեր գումարը կկտամ։ Այդ ընթացքում ես կհավաքեմ, ինքը մի մոտ 70 անց մարդ է, ու ինքը համաձայնվեց։ Ասեց լավ, եղավ։ Անծանոթ մարդ, նոր ծանոթացել ենք իրար հետ, ասի ես կբերեմ, պենց չեմ խապի ձեզ երբեք, ու գալիս է հասնում է ժամանակը, որ ես այդ գումարը պետք է տամ այդ ատամնաբուժին, հավաքել եմ ու բավականին էր գումարը, գնում եմ իրա մոտ, ատամնաբուժի մոտ, ու ասում ես ձեր գումարը բերել եմ, արդեն սարքել է վերջաց, ես ձեր գումարը բերել եմ, այսքան գումար, ինքը գիտեք ինձ ինչ է ասում, ասում է դուք գումարը տվել եք ինձ արդեն,
Аллилуйя. Ոնց։ Չէ, не аллилуйя։ Нет, нет, конечно։ Ես ասում եմ ոչ, գիտեք դուք սխալվել եք։ Ես չունեի տենց գումար, որ մի հատ բերեի, մի հատ շփոթվեի, մի հատ էլ բերեի։ Առանց այդ ես շատ հրաշքով էի այդ գումարը հավաքել, ասեց ոչ։ Ինքը շատ խաղաղ, շատ հանգիստ, ոչ խառնվել, իմ հիշողությունն այնքան լավ է, ինքն է ինձ ասում եմ գիտեք, բայց ես չեմ տվել, ես գումարը իմ ձեռքն է։ Ու ներսից մի հատ մեծ գայթակղություն է գալիս։ Ես ձեր հետ անկեղծ եմ։ Այսի քո օրհնությունն է։ Ինքը չի հիշում է, գումարը լավ։ Ու մի հատ ձայն էլ կա, որ լռում է։ Ես գիտեմ, այդ ձայնը լռում է իմ մեջ։ Տեր ասում եմ, բա դու ինչ կասես։ Տերը լռում է, չի խոսում։ Իրան պետք չէ թե ինձ ասել, դուր կամ մի տուր։ Իմ փորձության պահներ է դի։ Ես ոնց կանցնեի դա։ Ես հիմա ձեզ իմ ազնվությունից չեմ խոսում։ Ես իմ փորձությունն եմ ձեզ պատմում։ Ու գիտեք ինչ հետաքրքիր բան է, կանգնել եմ ու ես այդ մարդուն սենց եմ ասում։ Եթե դուք հիմա ինձ ասեք, որ ես այս գումարը ձեզ օրհնում եմ, դուք ինձ օրհնում եք այս գումարը, ես այս գումարը կվերցնեմ, կդնեմ իմ պայուսակ, ամեն մարդկային ձևերով ուզում եմ, որ ես արդար դուրս գամ այդտեղից։ Ինքն ասում է, չէ, ես ձեզ չեմ օրհնել, դուք արդեն տվել եք ինձ այդ գումարը։ Ես կանգնել եմ, ես չգիտեմ, դու պատկերացնում եք, չէ՞ իմ վիճակը։ Ու ես տվեցի այդ գումարը, ասեցի ոչ, ես այդ գումարը չեմ տվել ձեզ, այս գումարը ես նոր եմ հավաքել, այս գումարը ձերն է, ես տվեցի ու դուրս եկա, դուք չեք պատկերացնում, ինչ մեծ ուրախություն էր իմ սրտի մեջ։ Ես կանգնել էի դուրսը լաց էի լինում, ասում եմ Տեր, սա իմ փորձությունն էր, ես գիտեի, որ դու լռում էիր, ես գիտեի, որ դու այդ սենյակում էիր, ես գիտեի, որ դու կանգնած ինձ էիր նայում, Տեր, այո, իմ համար դժվար էր, Տեր, դու գիտեիր, որ դա դժվար էր, դու գիտեիր, որ այդ գումարը ոնց եմ հավաքել, բայց դու իմ համար ամենաթանն ես, Տեր, ես վախենում եմ քեզանից։ Ես մի խոսք իրան ասեցի այդ ատամնաբուժարանի դուրս ասեցի, ես վախենում եմ քեզանից, Տեր, պատճառն է, Տեր, որ ես այդ գումարը չվերցրեցի ու չգնացի, որովհետև դու գիտես ինչքան ես դժվարությունով հավաքեցի այդ գումարը։ Փառքասու, շատ հաճախ Աստված փորձում է մեզ։ Գիտեք, դա չար փորձություն չէր։ Դա պետք էր, որ ես ինձ էլ տեսնեի։ Դա պետք է, որ Աստված ինձ էլ տեսներ։ Հարկ Տիրոջը, երբեք Աստվածավախությունը չկորցնեք ձեր կյանքից։ Եվ դրանից հետո Աստված ինձ շատ անգամներ օրհնեց։ Գիտեք, երբ որ Աստված ուզում է մի բանով քեզ օրհնի, Աստված քեզ ինչ-որ բանից ազատում է։ Գիտեք, փառք Աստծո, որ դուք չեմ ասում ես, մենք, մեր սիրտը չենք կապում գումարների հետ, երբեք սիրտը չկապես գումարների հետ, խնդրում եմ քեզ, գումարը թևեր ունի, թռչունի նման կգնա, մենք երբեմն մտածում ենք մեր ամբողջ օրհնությունները, մեր ամբողջ զորությունները, կյանքը կապված է գումարից, ես ձեզ ասում եմ ոչ, մեր ամբողջ օրհնությունները կապված է մեր Տիրոջից, մեր ամբողջ օրհնությունները կապված է Աստվածավախությունից, եթե դու մեզ Տիրոջ երկյուղը, դու շատ հարուստ մարդ ես այսօր, հասկացի սիրելիս, ամեն, և այսպես Աբրահամին ասում է, լսի վերցրու եք մի հատիկ որդիդ, ու գնա որ Սարը կասե Մորիայի երկիրը, և այդ Սարի վրա իմ համար Իսահակից զոհ բեր, պատկերացնում եք 3 օրվա ճանապարհ էր, 3 օր ինչ մեծ փորձություններով Աբրահամը գնաց այս 3 օրվա ճանապարհը, հեշտ չէր, եկեք ասենք, որ հեշտ չէր, որովհետև Աբրահամը չգիտեր, դա ինչ փորձություն է, մենք չենք իմանում, փորձությունից հետո ինչ է լինելու, ոչ ոքը չգիտեք, որտեղ Աստված չի ասում, բայց նա փորձությունից հետո բացում է քեզ, ինչի համար էր դա քո կյանքում, ամեն, Եվ այսպես Աստծո ասում է, և Աբրահամը գնաց 3 օրվա ճանապարհ, եթե նա չունենար անկեղծ սեր Տիրոջ երկյուղը չլիներ իր մեջ, ինքը հետ էր դառնալու։ Այդ 3 օր, 3 ժամ չի եղել։ Եթե նա չունենար անկեղծ սեր, Աստվածավախություն, ինքը հետ էր դառնալու այդ 3 օրվա ճանապարհից։ Բայց նա ուներ մինչև այդ ասեց, չէ, Տեր, ես հավատում եմ քեզ։ Ես չգիտեմ ինչի համար այս իմ սիրելի որդին, ինչի համար այս իմ որդին, պետք քո համար, որ ես զոհ բերեմ, բայց ես մի բան գիտեմ, Տեր, ես կատարեմ
պահպանում եմ քո խոսքը, որովհետև ես վախենում եմ քեզանից, Տեր։ Ամեն։ Հալելույա։ Եվ այսպես շատ ժամանակ քո մեջ գալիս է ինչ-որ բան զոհերի Տիրոջը, կամ էլ ինչ-որ բան թողրել Տիրոջ համար, արա։ Երբ որ քո մեջ դա գալիս է, արա։ Մի փոշմանիր, որ չանես դա այդ բանը։ Ինչ-որ մի բան, թե ֆինանսապես զոհողություն, թե ինչ-որ մի բան, թե եթե դու պետք է գնաս մեկից ներողություն խնդրես, իմացի դա էլ է զոհ։ Իմացի դա էլ է աստվածավախության, Տիրոջ երկյուղի հետ կապված։ Մի թող որ անցնի օրեր, գնա ու արա, որովհետև դու չգիտես դրանից հետո Աստված քո համար ինչ օրհնություն է պատրաստել։ Ամեն, հալելույա։ Եվ այսպես, Աստված փորձեց Աբրահամի 22:12։ Աբրահամը իր ձեռքը մեկնեց և վերցրեց դանակը, որ մորթի իր որդուն։ Տիրոջ հրեշտակը երկնքից նրան ասաց. Աբրահամ, Աբրահամ։ Նա պատասխանեց. ահա ես, նա ասաց, ձեռք մի տուր տղային, ոչ մի բան մի արա նրան, որովհետև հիմա իմացա, որ դու վախենում ես Աստծուց։ Գիտես ասում ինչ էր պետք, որ ինքը 100%-ով Աբրահամին վստահեր, որովհետև Աբրահամով մեծ գործեր արեց մեր կյանքում և ընդհանրապես Իսրայելի ժողովրդի կյանքում, նա պետք է վստահեր Աբրահամին, ինչումն է նրա փորձությունը աստվածավախության մեջ։ Նա Տերն ուզում էր տեսնել, որ Աբրահամը իրանից վախենում էր արդյոք, սիրելը դա սիրում էր, այդ ավետարանչի ասացի պես, վախենում էր արդյոք, և Տիրոջ հրեշտակն ասեց, հիմա իմացա, որ դու Աբրահամ վախենում ես Աստծուց, շատ կարևոր է, սիրելիներս, որ մենք ունենանք Տիրոջ երկյուղը։ Տիրոջ երկյուղը Աստծո ասում է դա իմաստության սկիզբն է։ Եթե մարդ չունի Տիրոջ երկյուղը, այդ մարդը իմաստուն չի կարող լինել։ Որտեղ իմенно Տիրոջ երկյուղն է մեզ պահում ամեն մի վտանգի գնալու, ինչ որ սխալ բաներ կատարելու։ Տիրոջ երկյուղը մենք կարող ենք Աբրահամի կամ Հովսեփի պես ասել. ես վախենում եմ Աստծուց։ Դրանք ճիշտ խոսքեր են։ Ես վախենում եմ Աստծուց։ Ամեն։ Հալելույա։ Եվ այսպես, եւ Աստված չմնաց գաղտնի Աբրահամի համար, նայեք, այդ օր ինչ բացեց Աստված այդ փորձությունից հետո։ Երբ որ նա դանակը վերցրեց, որ զոհի իր որդուն մորթի, ինչ բացվավ Աբրահամին։ Եգովա իր է։ Նայեք, ինչ հայտնություն։ Աբրահամից արագ, մինչև Ադամը ոչ մեկին այդ հայտնությունը չէր եկել։ Եգովա իր է, դա նշանակում է Տերը կտեսնի եւ Տերը կհոգա։ Նայեք, ինչ հայտնություն տվեց Աբրահամին։ Սա մի հատ նոր հոգևոր աստիճան էր, որ նա բարձրացրեց Աբրահամին վեր։ Եգովա իր է, բայց խնդրում եմ մի բան հասկանաք, այս Եգովա իրեն, Տիրոջ հայտնությունը եկավ այն ժամանակ, երբ որ Աբրահամը փորձություն անցավ։ Փորձության կեսից Աստված հայտնություն չի տա։ Փորձության կեսից Աստված չի բերի, որ ինչ էր ուզում աներ։ Այդտեղ ես դա գալիս այն ժամանակ, երբ որ դու անցնում ես այդ դժվար փորձության ճանապարհը։ Եվ Աստված իր հայտ է գալիս քեզ։ Եվ Աստված օրհնում է քեզ։ Եվ Աստված բարձրացնում է քեզ։ Նայեք ինչ արեց Տիրոջ երկյուղը Աբրահամի հետ։ Նայեք ինչ արեց։ Բերեց մի հատ անուն Եգովա իր է։ Տերը կհոգա եւ Տերը կտեսնի։ Ինչ է իր ամբողջ կյանքը։ Սա իր ամբողջ կյանքի համար մեծ հայտնություն էր, մեծ մարգարեություն էր, սա Տիրոջ խոսքն էր, սա Տերն էր, որ Աբրահամը կարող էր ամեն օր ասել. Եգովա իր է։ Ամեն բաների մեջ նա կարող էր կանգնել ու ասել. Տեր, հոգա իմ կարիքները։ Որտեղ անձամբ այս հայտնությունը եկավ Աբրահամի կյանքը։ Ամեն։ Մենք մի բան սովորում ենք։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Եվ Աստված չմնաց գաղտնի Աբրահամի համար։ Այդ գաղտնիքը բացվեց, այդ փորձության գաղտնիքը բացվեց եւ Աբրահամը հասկացավ ինչ է նշանակում։ Այստեղ գիտեք ինչ մի հատ մեծ
հայտնություններ եկավ Աբրահամի սիրտը, որ ես իրոք վախենում եմ Աստծուց։ Գիտեք, դա ինչ մեծ հայտնություն է, երբ որ դու գիտես, որ ես վախենում եմ Աստծուց, Տիրոջ երկյուղը իմ վրա է։ Ես վախենում եմ առանց Աստծու մի բան կատարեմ, մի բան անեմ, ես վախենում եմ իմ քայլերից, որովհետև ինձ պետք է Տիրոջ երկյուղի հոգին։ Ամեն։ Ալելույա։ Եվ այսպես սրա հետ միասին էր Աստված բացեց իր սիրտը այս խոնար մարդու համար։ Տերը բացեց իր սիրտը։ Տերը շատ բաներ այդ ընթացքում բացեց Աբրահամի համար, որ իրոք շատ մարդիկ կերազեին, որ այդ հայտնությունը, այդ օրհնությունը իրենք ունենային Տիրոջից։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Տիրոջ խոսքն ասեց. ես հիմա իմացա, որ դու վախենում ես Աստծուց։ Շատ կարևոր բան է, որ մենք դա մեր սրտի մեջ պահենք։ Փառք մեր Տիրոջը։ Եվ Աստված բացեց այդ նշանակությունը Աբրահամի համար, Տիրոջ անվան նշանակությունը Եհովահիր է։ Աբրահամը ուներ Տիրոջը սուրբ երկյուղը, որը որ համարվում էր իմաստության սկիզբը։ Նա իմաստուն մարդեր էր ամեն, չհաշված նրա, որ ինքն շատ սխալներ արեց, բայց փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, մենք վերցնում ենք իտոգավոյ օբշի, որ Աբրահամը վախենում էր Տիրոջից։ Ուրեմն երեք շատ կարևոր բաներ կա մեր կյանքում՝ Տիրոջ երկյուղը, Տիրոջ սերը եւ Տիրոջ հավատքը։ Այս երեք բաները պետք է քրիստոնյան ունենա՝ երկյուղը, սերը եւ հավատքը։ Այս երեք բաները մենք կարող ենք միշտ մեզ փորձել, միշտ հասկանալ մեզ, միշտ նստել մեզ հետ խոսել։ Ինչ չունեմ ես Տիրոջից, փառք Աստծո, որ հիմա մենք ունենք Սուրբ Հոգին, որ ինքը մեզ կարող է օգնել, ու մենք դա նույնիսկ կարող ենք ասել Սուրբ Հոգի բեր իմ կյանքի մեջ Տիրոջ երկյուղը։ Սովորացրու ինձ ինչպես քայլել Աստծո առջև։ Սովորացրու, որովհետեւ գիտեք ինչ, այսպիսի բաների համար հիմա շատ քիչ են քարոզում։ Տիրոջ երկյուղի համար շատ տեղեր մենք լսում ենք, как будто знаете, ամեն ինչ կատարված է, ամեն ինչ եղած է, Տերը արդեն եկել է մեզ տարել է երկինք, մենք արդեն թագավորում ենք Տիրոջ հետ, մենք հաս եկեղեցին ենք, այնտեղ պարում ենք, ուրախանում ենք, ոչ։ Տիրոջ գալուստը մոտ է։ Ամեն։ Դեռ Տերը չի եկել, բայց Տիրոջ գալուստը մոտ է։ Մենք նույնիսկ երկում, բայց նա երկված չի, փառք Աստծո։ Տիրոջ գալուստը մոտ է, իրոք, մեզ պետք է Աստծու երկյուղի հոգին, որ յուրաքանչյուրիս վրա լինի, յուրաքանչյուրիս գործերի հետ, յուրաքանչյուրիս աշխատատեղում, լսում եք, աշխատանքի վայրում, Տիրոջ երկյուղը ամեն տեղ գործում է, մեր կյանքում Տերն ասում է, ես չեմ փոխվում երբեք։ Մալախիայի գրքում ասում է, ես Տերս երբեք չեմ փոխվում։ Նոր կտակարանի Աստվածը երբեք չի փոխվել։ Նոր կտակարանում մեր Տեր Հիսուս Քրիստոսն ուներ Տիրոջ երկյուղի հոգի։ Հալելույա։ Եվ այսպես գնում ենք առաջ, փառք Տիրոջը։ Հիշում եք Հակոբին, ծննդոց։ Հակոբը։ Իսկ հիշում եք, երբ որ Հակոբը ծառայում էր Լաբանի մոտ, իր քեռու մոտ, ովքեր որ չգիտեն, Լաբանը Հակոբի քեռին էր։ Նա ծառայում էր նրան երկու աղջիկների համար։ Սկզբից մի աղջկան ամուսնացրեց Լաբանը, դրա տեղը աշխատեց, հետո երկրորդ աղջկան ամուսնացրեց իր քեռին։ Այն ժամանակ կարելի է, որ քեռու աղջկա հետ ամուսնանային, հիմա չի կարելի։ Ոտ, երկրորդ աղջկան ամուսնացրեց, բայց այս մարդը մի խորամանկություն ուներ։ Այս մարդը չէր ուզում ոչ մի բան տալ Հակոբի աշխատանքի դիմաց։ Երբ որ Հակոբը արդեն նրանից հեռացել էր իր կանանց հետ, իր երեխաների հետ, իր ամեն ապրուստի հետ, նայեք ինչ խոսքեր ասեց Լաբանին։ Լաբանը ուզում էր հետ վերադարձնել ամեն ինչը, բայց նայեք Հակոբը ինչ խոսքեր ասեց։ Եթե իմ հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը եւ Իսահակի երկյուղը ինձ հետ չլիներ, անպատճառ ինձ դատարկաձեռն ճանապարհ դրած կլիներ։ Նայեք, ասում է, եթե իմ հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը եւ Իսահակի երկյուղը, բախը, երկյուղը իմ Աստվածաշնչի մեջ գրած է մեծատառով։ Սա ի նկատի ունի Տիրոջ երկյուղը, սա ի նկատի ունի Տերը։ Եթե Աբրահամի Աստվածը եւ Տերը իր երկյուղի մեջ չլինեին, Լաբան, դու ինձ դատարկաձեռն կուղարկեի
ուշադրություն դարձնենք նենց հետաքրքիր է, Տիրոջ երկյուղ ասում, նա ինձ հետ չլիներ, Ալելույա, Ծննդոց 31:42 Գիտեք, ումից որ վախենում ես, նրան էլ ծառայում ես, լսում եք ինչ եմ ասում, ումից որ մենք մեր կյանքում վախենում ենք, նրան էլ ծառայում ենք, մի ասու գեներալ սենց բան ասել, այն թվերի մարդկանցից մենք վախենում ենք մարդուց նրա համար, որովհետև մենք ասուց բավարար չափով չենք վախենում, լսում եք ես ինչ եմ ասում, մենք վախենում ենք մարդուց, այս մարդն է ասում, նրա համար, որովհետև ասուց բավարար չափով չենք վախենում, նայք ինչ հետաքրքիր բան է, առականց 14:26 խոսքում ասում են, Տիրոջ վախում կա զորեղ վստահություն, և նրա որդկանց համար ապավեն պիտի լինի, Տիրոջ վախում կա զորեղ վստահություն, մարդ, որը որ ունի ասու երկյուղ իր վրա և վախենում է Տիրոջից, նա զորեղ ձևով վստահ է ասու վրա, լսել եք չեմ արդուր ասում, ես վստահում եմ ասում, ես հավատում եմ, ես վստահում եմ, այս մարդու կյանքում ուժեղ գործում է Տիրոջ երկյուղը, հալելույա, և այսպես ասուվախը ստիպում է փախչել մեղքից, ամեն, եթե իրոք մենք ունենք ասո երկյուղը, ինչքան էլ մեղքը մեզ հետապնդի, ինչքան էլ գայթակղությունը մեզ հետապնդի, մենք վախենում ենք Տիրոջից, նա չի կարող ոչ մի բան անել մեզ, առանց Տիրոջ վախի մենք չենք կարող սրտի մեջ պահել ոչ մի մաքրություն, եթե մեր մեջ աստվածավախության հոգին կա, նույնիսկ եթե մեր սրտի մեջ գալիս է ինչ-որ վատ բաներ, վատ խոսակցություններ, վատ մտքեր, մենք կարող ենք հեռացնել դա, որովհետև մեր մեջ կա աստվածավախության երկյուղի հոգին, հալելույա, և այսպես Առականց 8:13-ում ասու խոսքն ասում է, Տիրոջ երկյուղը չարը ատելն է, լսում եք ինչ եմ ասում, մարդ, որը որ ունի աստվածավախության հոգին, նա չարը կատի, նա չի սիրի չարը, նա չի համաձայնվի չարի հետ, հպարտությունը ու ամբարտավարությունը և չար գնացքը և նենգավոր բերանը ես ատում եմ և ես էլ ավելացնում եմ վատ չար վարքագիծը, Աստված ատում է, իսկ եթե մենք ունենք Տիրոջ երկյուղը, մենք կատենք չար այս բաները, հպարտություն, ամբարտավանություն, չար գնաց, նենգավոր բերան, վատ վարքագիծ, եթե մենք ունենք աստվածավախության հոգին, մենք կատենք այդ բաները, մենք ինքներս չենք ընկնի այդ բաների մեջ, մենք ինքներս թույլ չենք տա, որ մենք ամբարտավանությամբ զբաղվենք, հպարտություն, գոռոզություն, մենք թույլ չենք տա, ինչի, Աստծո հոգին մեր վրա է, գիտեք, Հովսեփը մի հատ ընտիր անոթ էր Աստծո ձեռքերի մեջ, նրա ամբողջ միսիաներական այդ ամեն ինչը որ ինքը արեց Աստծո մի բան էր իր կյանքի մեջ ես վախենում եմ Աստծուց այս մի բանի պատճառով Հովսեփին Աստված ուժեղ բարձրացրեց ես վախենում եմ Աստծուց դուք ճանաչում եք չէ Հովսեփին գիտեք չէ Հովսեփը դա ով չգիտի ես ասում Հովսեփը դա Հակոբի որդին էր Հակոբի որդին էր Իսահակի թոռնիկն էր Հովսեփը ծնվել էր Ռաքելից և Հակոբից, Բենյամինի եղբայրն էր և մնացած եղբայրների։ Ունեին նրանք ընդհանուր 12 եղբայր էին, մնացած եղբայրները Հովսեփին ատում էին, ինչի համար, նրանց մեջ չկար աստվածավախության երկյուղը։ Նրանք Հովսեփին ատում էին ինչի համար, որովհետև հայրը ավելի շատ էր սիրում Հովսեփին։ Ինչի համար, Հովսեփի մեջ կար մի բան, ես հետո հասկացա, այս պատմությունները, որ կարդում ես, հասկանում ես, երկյուղի հոգին ասում, որ նրա եղբայրների մեջ չկար այդ բանը, և հայրը շատ սիրում էր Հովսեփին, և մի օր հայրը իր համար մի հատ շոր հագուստ կարեց, թևերով, գույնզգույն, գույնավոր, և հագցրեց Հովսեփին, որտեղ նա Հովսեփին շատ կապված էր, Հովսեփին շատ մտերիմ էր, համեմատաբար մյուս եղբայրների մոտ, ու Հովսեփին ասեց գնա դաշտ, տես քո եղբայրները ինչ են անում, իսկ եղբայրները անասուններին են արածացնում Երևի եղբայրները վաղուց մտածել էին, որ ընկնի մեր ձեռքը, հոշոտ ենք իրան, կտոր անենք, ինչի համար, իրանք չունեին Աստծո երկյուղը, իրանց մեջ չկար աստվածավախության հոգին։
Նրանք առաջնորդվում էին նախանձի հոգով։ Գիտեք, նախանձը շատ կեղտոտ բան է։ Նախանձը շատ մարդուն կանգնացնում է Աստծո բոլոր ճանապարհներից։ Նախանձը կանգնացնում է, որ Տիրոջ պլանները չկատարվի այդ մարդու կյանքում։ Եվ պատկերացրու ինչ արեցին։ Նրանք բռնեցին Հովսեփին ու գցեցին մի հատ մեծ գուբի մեջ։ Ու դրանից հետո ինչ արեցին։ Դրանից հետո վաճառեցին իրանք իսմայելացիների վրա 20 արծաթով։ Դրանից հետո ինչ արեցին իսմայելացիները։ Տարան Եգիպտոս եւ Պետաֆրես Ֆարավոնի ներքինին, Ֆարավոնի ծելախրանիցելների պետը, թիկնապաների պետը Հովսեփին գնեց։ Աստուծոս ասում որ նա սիրուն էր դեմքով եւ տեսքով։ Ինքը սիրուն հրեա երիտասարդ էր։ Ու այս Պետաֆրեսը տեսավ որ Հովսեփը ինչ որ անում էր իր տան մեջ, ծառա էր, ինքը ռաբ էր, ինչ որ մի հատ ռաբ, ծառա, եբրայացի ծառա էր, բայց նա տեսավ Պետաֆրեսը, եգիպտացին Հովսեփը ինչ որ անում էր իր տան մեջ, դաշտում, տան մեջ, դուրսը հաջողվում էր նրան։ Ինչի համար։ Հովսեփի վրա կար Տիրոջ երկյուղի հոգին։ Եվ պատկերացրեք ինչ կատարվեց Հովսեփի հետ։ Այս Պետաֆրասի կինը աչք էր դրել Աստծո խոսքն ասում Հովսեփի վրա, որտեղ նա սիրուն երիտասարդ էր։ Գիտեք, շատ մեծ գայթակղության մեջ էր ապրում Հովսեփը, նրա համար հեշտ չէր այս ամեն ինչը։ Այդ կինը, որ աչք էր դրել Հովսեփի վրա, նա համարում էր ամենագեղեցիկ կանացից մեկը։ Նրա օծանելիքները ավելի թանկանոցն է, ամենալավ օծանելիքներն էր լցնում իր վրա, ամենալավ զարդերն ուներ, ամենալավ հագուստներն էր հագնում, ամենալավ սենյակներն ուներ։ Նա ինչքան մեծ գայթակղություն էր սա Հովսեփի համար։ Ուղղակի հեշտությամբ Հովսեփը չասեց, որ ես վախենում եմ Աստծուց, դա հեշտ ասված խոսքեր չէր։ Եվ նա ուրիշ ճանապարհներով ուզում էր Հովսեփին ձեռք բերել, հասկանում եք ինչ եմ ասում։ Նա ուզում էր Հովսեփին ձեռք բերել, բայց Հովսեփն ասեց, լսի, ես ինչպես կարող եմ այդ չարությունը իմ Տիրոջ առջև անել, ես ինչպես կարող եմ այդ չարությունը Աստծո առջև անել, ինչու համար։ Նա ուներ Տիրոջ երկյուղի հոգին։ Գիտեք, Հովսեփին բանտարկեցին ինչի համար։ Արդարության համար։ Մարդիկ չարության համար են բանտարկում, բայց Հովսեփը բանտարկվեց արդարության համար։ Երբ որ նա բանտում էր, բանտապետը ամեն բան տվեց Հովսեփի ձեռքը։ Ինչի համար։ Որտեղ Աստծո երկյուղի հոգին Հովսեփի վրա էր։ Աստծո իմաստությունը Հովսեփի վրա էր։ Փառք Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն բան տրված էր իր ձեռքերի մեջ։ Երբ որ նա դուրս եկավ բանտից, Փարավոնի առաջ կանգնեց, նրա վրա կար Աստծո երկյուղի հոգին, նրա վրա կար իմաստության հոգին։ Երբ որ Փարավոնը նրան դրեց ամբողջ իր ամեն ինչի վրա, նրա վրա կար այդ Աստծո երկյուղի հոգին։ Տարիներ հետո եղբայրները եկան, որովհետև նրանք հացի կարիք ունեին։ Նայեք, եթե Հովսեփի վրա չլիներ Տիրոջ երկյուղի հոգին, գիտեք նա ինչ կասեր, վերջապես ընկել էր իմ ձեռքը։ Սրանք ինձ գցեցին գուբի մեջ, սրանք ինձ վաճառեցին, սրանք ուզեցան ինձանից полностью избавиться են, հեռացնել ինձ, իմ ընտանիքից, իմ տերիտորիայից, որտեղ որ ես ապրում եմ, իմ հորից, ես սրանցից ող կհանեմ, ես սրանց կպատժեմ, որովհետև նա ինքը արդեն դարձել էր երկրորդ փարավոնը։ Ամբողջ եգիպտական երկիրը Աստված տվել էր Հովսեփի ձեռքը, մի բան էր պատճառը, որ նա վախենում էր Աստծուց։ Իսկ Հակոբի մայից հետո եղբայրները եկան իր մոտ, խոնարհվեցին, խոնարհություն արեցին, ինչպես որ ինքը այդ երազը տեսել էր, խոնարհություն արեցին, որտեղ նրանք վախենում էին։ Նրանց մտքի սրտի մեջ մի բան կար։ Մեր հոր մահից հետո Հովսեփը մեզ կպատժի։ Ինչի համար։ Դա Աստծո վախը չէր։ Առաջի Հովհաննեսի 4-րդ գլխում 18-րդ խոսքում այսպիսի բաներ ասում։ Կատարյալ սերը վանում է վախը։ Կատարյալ սերը դա Աստծո սերն է։ Այն վախը, որ լինում է մեր մեջ, իհարկե հնարավոր չի, որ վախը չկա մեր մեջ։ Անհնարին բան է, որ վախ չկա։ Բայց Տիրոջ հոգին կատարյալ սերը վանում է մեր մեջից այդ վախը։ Եղբայրները տենց վախի մեջ էին իրար։ Գիտեք Հովսեփը ինչ ասեց։ Ասեց՝ մի վախեցեք։
ինձանից, որովհետև ես վախենում եմ Աստծուց։ Նայեք ինչ խոսքեր ասել, եղբայրներ, դուք ինձանից մի վախեցեք, որովհետև ես վախենում եմ Աստծուց։ Դա ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում, ես վախենում եմ Աստծուց։ Այն ժամանակ, որ դուք ինձ գցեցիք գուբի մեջ, խորը փոսի մեջ, Աստծուց ես վախենում էի, Աստծու երկյուղնի մեջ է։ Այն ժամանակ, որ դուք ինձ վաճառեցիք իսմայելացիներին, Աստծու երկյուղնի մեջ է։ Այն ժամանակ, որ Պատիֆարը ինձ արավ, Տիրոջ երկյուղն ինձ հետ էր։ Այն ժամանակ, որ ես նստեցի բանտ, մեղադրանքի համար, արդարության համար, Տիրոջ երկյուղը ինձ հետ էր։ Այն ժամանակ, որ ես կանգնեցի փարավոնի առջև, Տիրոջ երկյուղը ինձ հետ էր։ Այն ժամանակ, որ ես դարա երկրորդ փարավոնը, Տիրոջ երկյուղը ինձ հետ էր։ Այն ժամանակ, որ դուք եղբայրներ եկաք եւ ինձ չէիք ճանաչում, եւ եթե չպատժեցի, Տիրոջ երկյուղը ինձ հետ էր։ Այն ժամանակ, որ դուք հիմա եկել եք խոնարհվում եք իմ առջև, Տիրոջ երկյուղը ինձ հետ է։ Եվ ես ձեզ ասում եմ, մի վախեցեք ինձանից, որովհետև ես վախենում եմ Աստծուց։ Նայեք ուր հասցրեց Հովսեփի վախը իրան, աստվածավախության, բլագագավենիա, սուրբ վախ։ Ռուսերենով բլագագավենիա դա նշանակում է սուրբ վախ, սուրբ святой страх։ Նայեք ինչ եղավ, ինչ կատարվեց, երբ որ մենք վախենում ենք Աստծուց։ Դա շատ կարևոր բան է, սիրելիներս, երբ որ մենք այսօր իրոք Եսայի մարգարեի բերանով ասած եւ Տիրոջ երկյուղի հոգին կհանգչի նրա վրա։ Տիրոջ երկյուղի հոգին մեզ յուրաքանչյուրիս այսօր պետք է Տիրոջ երկյուղը։ Ինչի համար է մեզ պետք Տիրոջ երկյուղը, որպեսզի մենք ավելի մտերիմ հարաբերություն ստեղծենք Տիրոջ հետ։ Ինչի համար է մեզ պետք այսօր Տիրոջ երկյուղը, որպեսզի մենք հասկանանք, որ Տիրոջ երկյուղի մեջ կա Աստծո սերը, որպեսզի մենք հասկանանք, որ Տիրոջ երկյուղի մեջ կա իր գիտությունը, Տիրոջ երկյուղի մեջ կա այն ամեն ողորմությունները, որը որ ինքը դրել է Տիրոջ երկյուղի մեջ։ Ամեն։ Ես ուզում եմ, որ այսօր մենք հասկանանք, խնդրենք Սուրբ Հոգուն այսօր, Սուրբ Հոգի սիրելի, տուր ինձ Տիրոջ երկյուղը, որպեսզի ես քո երկյուղով վարվեմ, Տեր, որպեսզի իմ ընթացքը լինի քո երկյուղը, Տեր։ Գիտեք, երկյուղը նա չի, որ դու պետք է սարսափես։ Երկյուղը նա է, հենց անձան Տերը իր երկյուղի մեջ է։ Հալելույա։ Երկյուղը նա է, Մաղաքեի գրքում ասում է, եթե ես հայր եմ, ուր է ինձ հարգանքը։ Գիտեք, շատերը սենց խոսակցություններ կան անել, ասում խնդրեցի, ասի, բա խիչը տվիր ինձ, բա պետք է տայիր ինձ, բա դու մոռացար իմ մասին, լսեք։ Սա Տիրոջ երկյուղի հետ ոչ մի բան կապ չունի, ընդհանրապես ինքը հայրը, ինքը Աստված է եւ մենք իր որդիներն ենք։ Ամեն Տիրոջ երկյուղը դա իմաստության սկիզբն է։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս այսօր մեր սրտերի մեջ, մեր հոգիների մեջ, մեր կյանքի մեջ ունենանք Տիրոջ երկյուղը եւ շարժվենք նրա երկյուղով։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր միասին իրականացնում ենք այս ճանապարհը։ Շատ կուզեի, որ իրոք այս վարքագիծը, շատերին պետք է այս վարքագիծը, այս իրանց նստել, վեր կենալը, իրանց շարժուձևը շատ կարևոր է։ Գիտեք, եթե դու ունես վատ վարքագիծ, եթե դու ամեն րոպե ռազդրաժայես, ասենց այսպես ասած, եթե դու ամեն րոպե չեմ հասկանում ինչեր ես անում, ծնկի Աստծու մոտ, արի Աստծու մոտ, թաքուն սենյակում, քո ծնկները թող Աստծու մոտ գնաս, Տեր, ես քո երկյուղի պակասություն ունեմ, գիտես դա ամոթ բան չի, դա օրհնություն է քո համար, Տեր, ես քո երկյուղի պակասություն ունեմ, Տեր, ես խնդրում եմ, որ դու օծես ինձ դրանով, որ դու լցնես իմ վրա, սիրելի Տեր, քո երկյուղը, որպեսզի ես ունենամ, սիրելի Աստված, ես ուզում եմ շարժվել քո երկյուղով, եւ գիտես ինչ, նրա երկյուղի մեջ կա օրհնություն եւ հոգեվոր բարձրացում։ Ամեն, հալելույա։ Հալելույա։ Գիտես, երբեմն մտածում ենք, իսկ ով է նայում, ով է տեսնում, եթե ես այս բանն անեմ, ով կտեսնի։
մայրս գիտի, ոչ հայրս գիտի, ոչ ամուսինս գիտի, ոչ կինս գիտի, ոչ չգիտեն։ Ոչ կա մեկը, որ նրա անունը ամեն տեղ լինող Աստված է։ Նա գիտի մեր սրտի բոլոր խորհուրդները, նա գիտի մեր սրտի բոլոր մտածմունքները, նա ամեն բան գիտի, նույնիսկ եթե դու քո ներսում մեղք ես գործում, նա գիտի այդ Աստվածը։ Դրա համար մեզ պետք է Տիրոջ երկյուղը, որ գնա մեր առջևից, որ գնա մեր ետևից, որ գնա մեր կողքերից, որ նա լինի մի հատ օղակ կրակի եւ պաշտպանի մեզ։ Ամեն։ Հալելույա։ Ես ձեզ ուզում եմ ասեմ, Տիրոջ երկյուղը վանում է ամեն մի դևական վախ։ Ամեն։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Եթե դու դևական վախի մեջ այսօր կմեռնեմ, վայ վաղը ռակա ինձ, մեկ ժողովուրդը մենց են խոսում այդ ռակից, ոնց որ Աստվածը ունի այդ ռակը։ Գիտեք, Տիրոջ երկյուղը մեզ շատ պետք է այսօր, որպեսզի մեզ պահպանի բոլոր վախերից։ Բոլորը ինչ որ սատանան բերում է մեր կյանքը, ինչ որ մարդիկ են բերում մեր կյանքը, ինչ որ մեր սեփական մտածելակերպի վրա է կառուցված, գալիս է մեր կյանքը, Տիրոջ երկյուղը կհեռացնի դա քո կյանքից։ Ամեն։ Ուղղակի մենք պետք է ունենանք Տիրոջ զորավոր երկյուղը։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես ուզում եմ, որ մենք մի լավ աղոթք բարձրացնենք հիմա։ Խնդրենք Տիրոջը, որ Տերը իրոք իր երկյուղով բոլորիս վրա այցելի, բոլորիս այցելի։ Ամեն, ես ուզում եմ, որ հիմա մենք ոտքի կանգնենք, աղոթք բարձրացնենք մեր սիրելի Տիրոջը։ Փառք մեր սիրելի Տիրոջը։ Աստված թող իր ողորմությունը այսօր լցնի մեր վրա, իր ուժը գա ասում մեր վրա, մի նոր թարմություն թող Աստված տա մեզ, թող Աստված նորոգի մեր ներսի մարդը, յուրաքանչյուրս թող լցվենք իր երկյուղով, յուրաքանչյուրս լցվենք իր սիրո հոգով, յուրաքանչյուր լցվենք իր ուժով, որովհետև Աստված Աստծո խոսքն ասում է, փնտրեք իմ դեմքը, խնդրեք իմ խոսքը։ Գիտեք, շատ կարևոր, որպեսզի մենք փնտրենք Աստծո դեմքը, որպեսզի մենք Աստծո խոսք ունենանք մեր կյանքում, որպեսզի իրոք Տիրոջ խոսքը, որի մեջ որ կա նրա երկյուղի հոգին մեր առջևից գնա։ Ամեն։ Ու այն փորձությունները, որ սպասում են մեզ գալիք ճանապարհներում, Աստված մեզ օրհնի, որպեսզի մենք նրա Աստծո վախով անցնենք, Հովսեփի նման ասենք, ես վախենում եմ Տիրոջից։ Դուք չեք պատկերացնում ինչքան այնք ուզում եք անկեղծ խոսքերը լսել քեզանից այսօր, լսել ինձանից այսօր։ Տեր, ես այս բանը չեմ անի, Տեր, որովհետև ես վախենում եմ քեզանից, որովհետև ինձ համար քո երկյուղը կորցնելը շատ վատ բան կլինի իմ կյանքում, բայց քանի որ ես գտել եմ քեզ, Տեր, քանի որ քո երկյուղի մեջ է ապրում, սիրելի Աստված, ես ուզում եմ քայլել քո աստվածավախության հոգով, ես ուզում եմ քո երկյուղի հոգին առաջնորդի ինձ, սիրելի Աստված, ամեն տեղ ուր որ կգնամ, սիրելի Տեր, անցի իմ առջևից, Տերս, գնա իմ առջևից, Տեր, թող քո երկյուղը, սիրելի Տեր ջան, թանկարժեք քարերի նման իմ սրտի մեջ լինեն, սիրելի Տեր, թող քո երկյուղը, սիրելի Աստված, պահպանվի իմ սրտի մեջ, Տեր, փառավորում եմ քեզ, սիրելի Տեր, բարձրացրու քո ձեռքը։ Սիրելի Աստված, մենք փառավորում ենք քո սուրբ անունը, Տեր։ Իրոք Տեր, մենք սիրում ենք քեզ, Տեր։ Ես խնդրում եմ քեզ, սիրելի Տեր, որ հիմա քո առատաձեռնությամբ իջնես մեր ժողովրդի վրա, Տեր, իջնես յուրաքանչյուրի վրա, սիրելի Տեր ջան, նորոգես յուրաքանչյուրի սիրտը, սիրելի Տեր, նորոգես յուրաքանչյուրի կյանքը, սիրելի Տեր, փառավորվես, սիրելի Աստված, մեր կյանքի մեջ, մեր ընտանիքներում, Տեր, մեր հոգևոր կյանքում, սիրելի Տեր, փառավորվի քո սուրբ անունը մեր մեջ, Տեր։ Ես խնդրում եմ, սիրելի Տեր, որ դու օրնես իմ եղբայրներին ու քույրերին, Տեր, որպեսզի իրանք Աստծո երկյուղի հոգին ունենան, Տեր, թող հանգչի հիմա քո սուրբ հոգին իրանց վրա, յուրաքանչյուրի վրա, սիրելի Տեր, յուրաքանչյուրը, սիրելի Տեր ջան, թող քեզանով հիմա պարուրվի, Տեր, յուրաքանչյուրի սիրտը ջերմացրու, Տեր, քո սիրո հոգին լցրու հիմա յուրաքանչյուրին, Տեր, յուրաքանչյուրին մխիթարի, սիրելի Տեր, թող քո մխիթարության հոգին գա, սիրելի Տեր ջան,
Հովսեփի նման սիրելի Տերս, իմաստուն արավ ես Տեր Աստված, Հովսեփի նման Տեր Աստված ջան, այն փորձությունները, որ կգան մեր կյանքում Տեր, դուր մեզ հասկանալու սիրելի Սուրբ Ոգի, դուր մեզ ճանաչելու քո անունը Տեր այդ պահին, դուր մեզ կանգ առնելու փնտրելու քեզ Տեր, դուր մեզ սիրելի Տեր Աստված ջան վարվելու այնպես Տեր, ինչպես դու կվարվեիր այդ պահերին Տեր, Հիսուս Քրիստոսի անունից Հայր, մենք օրհնում ենք սիրելի Տեր ջան մեր հավաքույթը, օրհնում ենք մեր քույր եղբայրներին սիրելի Աստված, ու խնդրում ենք Աստվածին, թող Աստվածավախության հոգին Տեր, յուրաքանչյուրի վրա իջնի Տեր, յուրաքանչյուրը Տեր ջան, օծվեն Տեր ջան, քո գիտության, հանճարի, զորության հոգու, ուժի հոգու սիրելի Տեր ջան, ցեվամուդրեն մեզ Տերս, Հիսուս Քրիստոսի անունից Տերս, օրհնի յուրաքանչյուրին Տերս, յուրաքանչյուրը թանկ է քո համար Տեր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունից Հայր, մենք ընդունում ենք օրհնությունները, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն, ամեն